Շանթի եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, իսկ ես ներկայացնում այսօրվա մեր տեսանկյան հյուրին։ Ծառուկյան դաշինքի падգամավորի տեխնացու Շիրակի մարզում առաջադրված Մուշեղ Սաղաթելյան։ Բարի երեկո ձեզ, պարոն Սաղաթելյան։ Նորից ակտիվ քաղաքականությունում 2007-2008 թվերից հետո, եթե ժամանակագրությունը խառնում եմ ինձ ուղղեք, եւ նշեմ 2007-ին ազգային ժողովի ընտրություններին էիք մասնակցում։ Այդ ժամանակ կուսակցություն ներկայացնում եք, թե ոչ։ Բնական է, որ այն ժամանակ այլ օրենքներ էր, անհատական։ Մեծամասնական ընտրակարգով էր։ Բայց հիմնականում եղել եմ հակի համախոհ, համախոհ, եւ կուսակցության անդամ չեմ եղել ոչ մի, միայնակ պայքարել եմ դրությունների ժամանակ։ Իսկ հիմա այլ է օրենքները։ Դաշինքի հետ, կուսակցության հետ, բայց նորից անկուսակցական։ Ծառուկյան դաշինքի հետ եմ։ Բայց էլի նորից համակիր, այդպես ասեմ։ Չէ, համակիր որն է, համակիր հասկացողություն, եթե ես կուսակցության անդամ չեմ, ապա ոչ մի բանի չեմ համակրում, ինձ հետաքրքիր է եղել կոնկրետ Ծառուկյան Գագիկ անձը։ Անձով է պայմանավորված։ Լավ, դրան կմոտենանք։ ՀՇ-ական չեք եղել, թեկուզ եւ այդ տարիներին եք պաշտոններ զբաղեցնում ու մինչեւ ՀՇ-ի տարիները հաշվենք մինչեւ 96 թվականները զբաղեցնում եք պաշտոններ Հայաստանում եւ ուժային կառույցում։ Հետո Հանրապետություն կուսակցության անդամ չէիք։ Ոչ։ Բայց համակիր էիք, թե ոչ։ Բնական է, այնտեղի ընկերներն էին, ես գնում էի իրենց մոտ, Ավիազյան Սմբատը, Վազյան Ալբերտը, Սարգսյան Արամը։ Ես իրենց մոտ էի գնում։ Հիմա ընկերներ չեք։ Դե արդեն ոչ թե ընկերներ չենք, այլ ուշուշ ենք իրար տեսնում, եւ հիմա քաղաքական հակառակորդներ ենք Սարգսյան Արամի, դե Վազյանը հիմա ոչ չի աշխատում, չի տեխնոջություն չի դրվել։ Հանրապետություն կուսակցության հետ կամ համար չգնացիք ընտրությունների, ինչու։ Դե ինձ հետաքրքիր չէր իրենց գաղափարախոսությունը դրա համար։ Հիմա նրանք ներկայացնում են կոնգրես ՀԺԿ դաշինքը։ Երևի։ Գաղափարները ձեզ դուր չեն գալիս։ Չէ, գաղափարը, եթե խորանանք, շատ խորանանք, չեմ սիրում կուսակցական գաղափարախոսության մեջ խորանալ, եթե խորանում ես, որ տեսնում ես, որ գաղափարախոսություն չկա, հիասթափվում ես։ Միայն դատարկ ճառեր են եւ ցույց են տալիս, որ իրանք ինչ-որ մի X կուսակցության անդամներ են, պայքարում են երկիրը շտկելու կամ իշխանության գալու համար, դրանք ինձ հետաքրքրություն չեն ներշնչում, դրա համար ես չկամ այնտեղ։ Չենք դերակնահատում մյուսներին, բայց մյուս կուսակցություններին էլ եք այդպես համարում։ Ոչ բոլորը տարբեր են։ Հիմա քաղաքական պայքարում։ Քաղաքական պայքարում եթե ինչ-որ մի հաջողված գաղափարախոսություն, որի արժեքը ազգային է, ինքնիշխան Հայաստանի գաղափարախոսություն է, ապա ինքը ինչ-որ մի հաջողություն կունենար, եթե բոլորը պարտված են, ապա դա միագապացում է, որ իրենք չեն հարկում այդ իրենց ընդրած գաղափարախոսությունը, նույնիսկ եթե ունենել, ընդհանրեք դաշնակցությունը, ունեն գաղափարախոսություն, բայց այսօր պարտված են, ինչու, որտեղ իրենք չեն հարկում իրենց գաղափարախոսությունը, դրա համար պարտվում են։ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարում եք Անի Տարածաշրջանի, Լևոն Պետրոսյանի շտաբը, չէ։ Չէ, ես երբևէ ոչ մի շտաբ չեմ ղեկավարել։ Ոչ մի Անի Տարածաշրջանի շտաբը չեք ղեկավարել։ Երբևէ ամբողջ 90 թվականից հետո ոչ մի անգամ ոչ մի շտաբ չեմ ղեկավարել։ Հիմա 15 կետանոց նախընտրական ծրագրի իրատես լինելն է ձեզ համոզել։ Լինել Ծառուկյան դաշինքի ցուցակում։ Առաջինը ինձ մոտ համոզմունք է ծնել Ծառուկյան Գագիկի անձի արժեքները մարդկային, որ նա չի խապում, չի սրդում, ասած խոսքը օրենք է։ Երկրորդը, այո, օգնել է ինձ, որովհետեւ ես ընտրեմ Ծառուկյան դաշինք, այդ իրեն ծրագրից հանված այդ 15 կետերը, որոնք հիմա հայ ժողովրդի համար առաջի այն հոգսն է, որ պետք է առաջինը դա լուծվի, որ ժողովուրդը մի քիչ շունչ քաշի։ Հետագայում ոնց կլինի ծրագրերը կամ
ինչքանով հաղթենք Ծառուկյան դաշինքում, նոր կառավարություն ձևավորողը լրիվ է ձևավորելու, թե դաշինքով է ձևավորելու, արդեն այդ ժամանակ նոր պարզ կլինի։ Այդ կետերում կան նաև այնպիսի կետեր, բոլոր այնպիսի կետեր, որոնք նաև առաջարկում են մյուսները, չէ՞։ Այո։ Կետերում այնպիսի առաջարկներ կան նախընտրական ծրագրերի, որով նաև քաղաքական մյուս ուժերն են առաջարկում։ Այո։ Ինչով է դաշինքի 15 կետանոց ծրագիրը համոզչական։ Կետերի համոզմունքը դա թուղթ է թղթի վրա գրված, դուք ասացիք, որ շատերն են նույն կետերը գրել, բայց թե այդ կետերը ով է փորձելու, որ ի կատարածել, այստեղ է հարցը առաջանում, թե ով կարող է ի կատարածել դա, ով կարող է այնպիսի թիմով գալ իշխանության, որ այդ կետերի կատարածել։ Առաջինը, որ ակա չլինի, աչքը կուշտ լինի մարդկային արժեքների մեջ համար առաջին, որ խոսքը տալիս կատարիր եղբայր, գործով ապացուցիր, եղածների միջից Գագիկ Ծառուկյանը չի խաբել մարդկանց։ Հիմա կասեք, 2 տարի առաջ ինչու ես թույլ չտամ, որ հաստատ ես ասեմ, կրկնվեմ նորից, որ նորից գործող իշխանությունը ուժեղ էր, սարսափազդու ուժեղությամբ անմարդկային արժեքները մոտը շատ հզոր է, Գագիկ Ծառուկյանի նահապեկեցին, որ քո թիմիտքը ոչնչացնեն, քեզ նույնպես խանգարիր մեզ։ Գագիկ Ծառուկյանը հարկեց իր ամբողջ թիմին, որ չոչնչանա, դուրս եկավ, հիմա ասում է, բաց բոլորը լսել եք, ասում է, որ ես ժողովուրդ ես պարտ ունեմ, եկել եմ իմ պարտքս կատարելու։ Բավարար է դա։ Եկանք այն համոզմունքին, որ նոր ընտրական օրենսգիրքը, նոր ընտրակարգը ինչ էլ թելադրի, ինչ էլ պարտադրի, այնուամենայնիվ գաղափարների պայքար չէ, անձերի պայքար է։ Հիմա մեր երկիրը կոնկրետ ձեզ մոտ որպես տեխնացուի անձնավորված մոտեցում է, ճիշտ է։ Այո, ես խոստովանվում եմ։ Զուտ նրա համար, որ եթե չկա գաղափարային թիմ, որը համախմբված պայքարում է այսօրվա կոռումպացված իշխանության դեմ, ապա դու ինքդ չես կարող ոչ մի գործողություններ կատարել, ապա պետք է դու էլ ինչ-որ մեկին հավատաս անձին եւ իրեն ներկայացած ծրագրին եւ գնաս այդ մարդուն օգնես, որ դա կատարածվի, չէ՞։ Եթե հիմա պատկերած ծրեք մի 10,000 հոգի նման մտածող լիներ եւ կանգնեց Ծառուկյան Գագիկի կողք, հիմա ընդրությունները արդեն ավարտված կլինեն, որտեղ էլ ոչ մի տեսակի այլ քաղաքականուց չէր գնա խաբելու ժողովրդին կամ պամպասելու կամ մեկը մյուսին վարկապեգելու, դա ուղղակի ամոթ է, բայց քանի որ քաղաքականություն է, քաղաքականության մեջ ներգրավվածները ամեն մեկը փորձում է իրենք կշռի չափով տեղը զբաղեցնի, չէ՞։ Հիմա ընդհանրենք եղածների մեջ, քանի որ Հայաստանում հիմա ընդդիմադիր դաշտը դադարք է, այսպես չէ, դադարք է, չկա, զբաղեցնող չկա։ Հիմա եղածների միջից կան, որ փորձում են ընդդիմադիր դաշտը պամպասելով, մրոդելով զբաղեցնեն, որ հետագայում շարունակեն ընդդիմադիր դաշտին, ուրիշ մարդ չկարանա զբաղեցնել այդ պաշտոնը, ոնց որ իրանք իրենց նշանակում են ընդդիմադիր դաշտի պաշտոնյա։ Տեսեք, դաշինքներ կապեցին, համախմբվեցին որոշ քաղաքական կուսակցություններ եւ եղան ընդդիմություն։ Ստացվում է այսպես, ընդդիմությունը ընդդիմության դեմ է պայքարում։ Ով է իսկական ընդդիմադիրը։ Չէ, հիմա ոչ թե ընդդիմությունը ընդդիմության հետ է պայքարում, այլ իրենք իրենցով փորձում են ճշտել, թե ով է ընդդիմություն։ Իրենք են իրար մեջ ճշտում։ Այո, իրենք ճշտվում են։ Դա էլ է նորմալ։ Եվ դաշինք կազմելն է նորմալ համարում, որ առաջ չկար։ Ես միասնության գաղափար խոսեմ եղել միշտ։ Մեր ազգի հաջողությունը միասնության մեջ է։ Հիմա քաղաքական դաշտում մի քանիսը, որոնք որ արդեն ընդհանրենք Ծառուկյան Գագիկ, որը ժողովուրդը սիրում է Ծառուկյան Գագիկին, հարգում է, իր խոսքին հավատում է, հավատ է առաջացել, մեր երկրում գիտեք, ժողովուրդը իշխանությունը հավատը սպանել է ժողովրդի մոտ 25-30 տարվա ընթացքում, բայց հիմա Ծառուկյան Գագիկի անձը կոնե հավատ է առաջացրել, հավատալով գնում են դրան։ Դուք էլ եք հավատում այնինչ մարդիկ պատկերացնում են, իրենց թագավոր է պետք, իրենց փրկիչ է պետք։ Չէ, միք այդքան սրեք թագավոր
փրկիչ հասկացողությունը այլ դաշտում է, այլ մարդ, որը ազնվորեն խոստանում է, որ ես ունեմ ամեն ինչ, աշկս կուշտ է, ես գող չեմ, ես ես խոստանում եմ, եկել եմ ձեզ օգնելու, որ ձեր այս վիճակից հանեմ։ Այդքան ով չի հավատում, իրան ոչ մի բան էլ չի պատահի, որ հետագայում Գագիկ Ծառուկյանը իրեն խոստացածները չանի, իսկ բոլոր հավատացների անեծքն ու չար խոսքը գնալու է Գագիկ Ծառուկյանին, ես իրան ճանաչելով գիտեմ, որ ինքը թույլ չի տա իրեն անիծել։ Ի տարբերություն որոշ օլիգարխների եւ պաշտոնյաների, որ հիմա կան։ Դրա համար հիմա չարաշկով են նայում։ Աղքատին տղա ծնվավ, սկին 4 կողմից անիծել։ Այդ վիճակի մեջ ընդդիմադիր դաշտի առիթը, որ մտածում են Գագիկ Ծառուկյանը, եթե ժողովուրդ իրան հավատում է, ցայն է տալիս բացայան, հնչեցնում են, որ Գագիկ Ծառուկյանին պետք է ցայնստան, այն դրանք ովքեր ցանկանում են պլանավորված ձևով իրենց տերերը իրենց հուշել են, թե այդ է ցեզով է խանգարում, որ դուք մտնեք ընդդիմադիր դաշտ, սկսեք մրոդել նրան։ Այդ տղամարդու գործ չի, որ այս կարգով սկսում են շահարկել, թե եթե դու չես ընդդիմադիրը, ես եմ, եթե դու ընդդիմադիրն ես, ասա, որ Սերժ Սարգսյան հեռացիր։ Խելոք, ընդդիմադիրը Սերժ Սարգսյան անունը ընդհանրապես չի տա, կար համարի, որպես անեծք։ Հանդիպումների գնում եք։ Եթե ասեմ շատ չէ, մի քանի ջող գնացել եմ, մի 2 ջող եմ գնացել։ Հիմնականում հեռուստատեսությամբ մամուլում։ Հետո որ գնում եք, ինչ են հարցնում, ինչ են ասում։ Դե քանի որ ես ջողի տղա եմ, ինչ շփվում եմ ժողովրդի հետ, ինձ համար շատ ցավ է, էլի այդ վիճակը ծանր։ Ընտանիքյան տղաները, տղամարդը գնացել է Ռուսաստան, Եվրոպա, մնացել ծերերը, երեխաները, կանայք մնացել են մի կերպ այդ ջողի անասունով, թռչուններով, իրանք հյոլա են գնում դրանով, հոգսերը շատ վարկերի տակ, որպես մարդ խիղճը չի բավարար, որ երկար զրուցես հետները, որտեղ դու դա է ճնշում, թե պարզապես գուցե սխալվեմ, ռեսուրսները չեն բավարարում, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում, այսպես ասեմ, գնանք եւ տեսնեք ինչպես են ապրում, կամ որոշակի խնդիրներ ձեզ համար պարզեք, թե դա պետք չի ձեզ։ Պարզ է ձեզ համար։ Ինձ համար ամեն ինչ պարզ է, ինչ որ դուք ասեցիք, դրանց խնդիրները չունեմ, բայց միակ խնդրեմ իմ խեղճից խնդիրն է, որ ես չեմ կարող այդպես տեսնեմ ու վիճակի չեմ, որ օգտակար լինեմ։ Իսկ օգտակար լինելու համար եկել եմ, որ իրանց հուշեմ ու խնդրեմ, որ դուք եք ձեզ այդ օրը գցել։ Դուք ձեզ չեք հարկում, դուք ձեզ արհամարում եք մեկ օր եղբայր քեզի ոչ միտինգ է պետք, ոչ զենք է պետք, ոչ մի բան չէ, քեզ պետք է մի հատ գրիչը վերցնել ցերկը, դա ասես այն պիստոլետն է հանրապետական կուսակցություն, քեզ սպանում եմ, գցում եմ աղբար։ Ուզում եք ասեք, մարդկանց հետաքրքիր չէ ծրագիրը, մարդկանց հետաքրքիր չէ կարգախոսը, մարդկանց հետաքրքիր է իրենց փրկությունը։ Մարդկանց հավատն է կորենա, չի հավատում ոչ ոքի, իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետևանքով հավատը կանխամտածված է դա արած, որ հավատը կորի աղքատացնես, որ հեշտ կառավարես։ Այնքան հեշտ է դրանց կառավարելը, որտեղ դարել հանջատեր, ասում է հերու քեզանից հերդել անիծած, վեր իմ հասանելի գումարը դուր, ես ում ուզենամ կնդրեմ։ Այդ վիճակն էլի դա ահավոր վիճակ է, չեմ կարող դա հասկանամ, թե իշխանավոր այդ մարդիկ, որոնք փող են բաժանում, ինչ կան են, չապիստուս անպարական, կներեք խոսքից համար, դա այսպես ուրիշ ձև չկա, դա մի ժողովուրդ է հասնում են այդ աշտամ, դե կողտես։ Պարոն Սաղաթելյան։ Որը։ Ձայնը ծախեց, բայց ում ուզես ընտրես, դա չէ, անարտար է դա։ Ահավոր անարտար է։ Հարցը նա չի թե ձայնը ում է տալիս, հարցը նա թե ինչ կարգով է տալիս։ Դա է, չէ որ այդ մարդը մեր ժողովուրդը, մեր հայրն է, նա է այս պետության կմախքը, հայ ժողովուրդն է, չէ, նա ավերված հոգով, հետադր ենք այդ գործողություններն արավ, բա դրանից հետո, նա ամեն օր անեցկով է տնից դուրս գալուս, ում տեսնում է չարածած, նա նես լավ բան մի սպասի, նա ինքն էլ իրեն լավը չի ուզում, նա և հոգին է հիվանդ, և մարմինը, իսկ ում հոգին ու մարմին հիվանդ է, նա երջանիկ չի կարող լինի, նրա կյանքը ներդաշնակ չի ապրում, այդ դրա համար ես չեմ կարող նայեմ իրենց։ Պարոն Սաղաթելյան, հիմա
հանուն Ծառուկյան դաշինքի եւ հանուն ցես մեծամասնական ռեյտինգային ընտրակարգով անի տարածաշրջանի ցայները իսկապես ցերն են, թե իսկապես այնինչ ասում են ընտրողը անկանխատեսելի է։ Անկանխատեսելի է, բայց որ համ օրենքն է փոփոխվել, համ մարդիկ են փոփոխվել, համ նոր առաջադրվող անձինք են փոխվել։ Մուշեղ Սաղաթելյան անձը, որը 91-ից 2000 թվականներին պաշտոններ է զբաղեցնում, ձեր ձայնը, ձեր հեղինակությունը այլ էր։ Հիմա նույնը պահպանվում է Անիի տարածաշրջանում։ Մուշեղ Սաղաթելյանին կընտրի Անիի տարածաշրջանը եւ կուղարկի ազգային ժողով։ Մուշեղ Սաղաթելյանը պաշտոններով չէ, որ դա ստացել է, նա կաղոտում նստած ժամանակ է ստացել այդ ձայները, որ Ռոբերտ Քոչարյանը 0 ձայն է ստացել մեր ճյուղում, իսկ ինչ վերաբերում է Անիի տարածքին, Անիի տարածքն է այս հայոց աշխարհի մասնիկներից մեկն է, այդ տարածքի բնակչության նույն զանգվածը, նույն կյանքով է ապրում ոչ որ Հայաստանում, նույն աղքատ, նույն ծանր վիճակում, ինքը իրեն մի կերպ օրվա հացը վաստակելով իր քրդինքով այդ կետ ապրում է։ Բնական է, որ քաղաքական հայացքները ես քաղաքականության մեջ չեմ եղել, կամ հիմա նոր եկել եմ, որ իրեն ցույցեմ, խնդրեմ, եղբայր, քո ձայնը կոնե գիտես ինչ է, թե չէ, քո ձայնը, քո ապրած կյանքն է, քո նեղությունն է, քո կյանքն է։ Եթե ես կամ հիմա քեզ խափեմ, որ կամ դրամով, կամ քեզ խոստանում եմ ցես ջուր կքաշեմ, կամ ցես դբրոցը կկառուցեմ, դա քեզ ոչինչ չի բերի։ Ես եկել եմ, որ ցես հասկացնեմ ձեր ձայնը, որպեսզի հասնի վերևի իշխանությանը, այս անձն է, որին դուք ասես խդացրում եք, տալիս եք մի անձի, որ ձեր ձայնը տանի այդ падգամորը վերևում, հնչեցնի, ասի լսեք, նախատեսված է այս ճյուղի, այս շրջանի, այս տարածքի համար այսքան գումար։ Այդ գումարը ինքը կարողանա այնտեղից տեղափոխի տարածք եւ հսկի, որ այդ աշխատանքը կատարվեց, աշխատատեղ ստեղծվեց։ Մի հատ այսքան գյուղատնտեսական շրջան է մեր Շիրակ աշխարհը, չէ՞, բացի Գյումրից արտիկից, գյուղատնտեսություն հացի արտադրություն։ Եթե այստեղ կառուցվի գյուղատնտեսական մտքերի արտադրության միջոցներ, որ գյուղացին իր արտադրանքը կարողանա մաքուր բերի իրացնի, այդ կլինի, որ դու լավություն արել այդ մարդուն, բայց գալիս են խապում գնում են ոնց որ 7 թվականին, չէ՞։ Այդ մի հատ օրինակ բերեմ Բագրավան ճյուղում։ Այդտեղ դերկային ջրեր են նասոսներով քաշում, նասոսները այրված են, իսկ դիմեցին մի նասոսը ինչ որ X թիվ էր, ես ասեցի գումարը ոչինչ չեմ անեցես։ Այն մյուս տեխնազուն եկավ, վարակ կարգով իմացավ, ստորագրեցին ցայները այդ նասոսների նորոգման համար տվեցին, 3 ամիսով նասոսները վառվեցին, ելի 5 տարի էլ առանց ջրի մնացին, նրա համար որ այդ падգամավորը վարդավոր էր, այն մյուս ճյուղերի նման խողովակով ճուշտ է քաշել տար։ Իդեպ ասում, որ այս նախընտրական շրջանում ասֆալտ չեղավ, տանիք չվերանորոգվեց, ոչինչ չարվեց, խոստում է չեղավ։ Այդ Ցոլագյանին հարցը տվեք, ինքը դրա համար ինքը ասել որ ինքը բոլորը կատարել է դրանք։ Չէ, եսի նկատի չունեմ անձի, ընդհանրապես որևէ մեկը խոստում չի տալիս։ Ինչ եղավ, որ խոստում չեն տալիս էլ մարդկանց։ Հիմա խոստում տալու ժամանակը չի։ Թե որ գնում են ընտրողի հետ հանդիպման, դա միայն իշխող կուսակցության մասին չի խոսքը։ Հենց ընտրողը բացայիտ հարցնում է. ինչ ես տալու ձայնի դիմաց մեզ։ Փող։ Ես չեմ ցանկանում դրա մասին, դրանպես ընտրողների հետ խոսալ, որ հանկարծ փորձեն հարցնեն թե ինչ ես տալիս կամ ինչ կարող ես անել։ Ես չեմ հարկում դա։ Ես սիրում եմ այն մարդկային ամենամեծ օրենքը, որն է երկրում գործող օրենքը, որ քեզ արտարց եւ ընտրեն ցայն տան падգամավոր դառնաս եւ այդ ժողովրդի հոգսը վերևում ներկայացնես քո գիտելիքների հնարավորության չափով ապացուցես եւ այդ գումարը կամ համապատասխան միջոցը վերես քո տարածք եւ այդ տարածքում խնդիրները լուծես գործատիր մարմնի հետ։ Իդեպ ծորակապցիները մնացել են նույն ըմբոստ մարդիկ, ինչ որ երկու Մեծի մասամբ այո։ Էլի համախմբված ճյուղ է։ Ես ուրախ եմ դրա համար, բայց մեր մոդելը քաղաքական թևեր կան, գոյություն ունեն, առանց դրան է սուտ կլինի, չի կարելի ասել, թե գիտեք, այսպես են։ Նա անցած երկու անդրություններին մեկը այո ոչի ժամանակ ոչ ոք չմասնակցեց։ Նորից չեմ մասնակցել այո ոչի ժամանակ։ Այո, ոչ ոք։
մի հոգի մասնակցեց 900 ընտրողից մեկը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրությունները 0-ային։ Այսինքն քաղաքականացված գյուղ է, ասենք որ քաղաքականացված է։ Չի ասի քաղաքականացված, այլ ոնց որ Շիրակ աշխարհի մնացած գյուղերը թասիբով, նամուսով արդյոք շատ դա են տանում։ Ասում եմ վարչական ռեսուրսների չարաշահումը, ձեզանից եմ ուզում կարծիք իմանալ, կարող է լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հասկացանք, ռեսուրսները չարաշահում են, տանում են հանդիպումների եւ այլն, բայց դա վերջն արդյունքի վրա կարող է ազդել։ Այո։ Այո։ Կոնկրետ հիմա գյուղապետն է, գյուղի միակ պաշտոնյան, որը բոլորը մեծի մասամբ հանրապետական կուսակցությունից են, որ հանրապետական կուսակցության տեխնացուները գնում են գյուղ, տրամադրում են ամեն ինչ, պահանջը եւ պարտադրանքը գյուղապետի վրա հանրապետական կուսակցության կողմից լրիվությամբ ես եղել եմ, տեսել եմ, զրուցել եմ հետները ինձ հետ շատ հարկալից են բոլորը, բայց ասում են հնարավոր չէ, պարոն Սաղաթելյան, ճշում են հնարավոր չի, ոչ մի կերպ հնարավոր չի, ասում են, որ կոնկրետ սրան պետք է տակ ձայնը։ Միայն իշխանական կառույցն է օգտագործում այդպիսի ճնշումներ։ Տեսեք, ցուցակներ են կազմում, եւ իդեպ նշեմ, միայն նորից իշխանական, այո, ցուցակներ են կազմում։ Լավ, սրա տրամաբանությունը որտեղ է, ցուցակ ինչի համար են կազմում։ Ենթադրենք իմ անուն ազգանունը գրեցին տարան։ Ինչով համոզված լինեմ, որ ես կգնամ եւ այդ կուսակցության օգտին ձայն կտամ։ Ես արդեն ես էլ էի ձեր նման սկզբում մեխանիզմը ինձ հետաքրքրում, ցուցակները ինչի համար են կազմում։ Մեխանիզմը խեղաթյուրում են մարդու վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ։ Հոգեբանորեն ճնշում կարող են ասել, կաշկանդում կարող են ասել։ Նաեւ ինչի համար։ Նաեւ շատ լավ գիտեն, որ եթե փող վերցրեց, իրանց այն չի տալու։ Բայց ընտրություններից հետո այդ ձայն տվողը տեսնում եւ զգում ու լսում է, որ ընտրությունները այս խախտումներով խեղաթյուրեցին։ Ամբողջանում է ինչ-որ մի քաղաքական ուժ եւ մարդկանց խումբ սկսում են հավաքվել այդ ուժին օգնելու, որպեսզի պարտադրեն իշխանություններին այդ խեղաթյուրելու համար։ Եթե այդ քաղաքացին փողը վերցրել, նա չի գնում բողոքի։ Դա լուրջ բան է։ Նա կաշառում է քաղաքացուն նաեւ, որ նա չմբուստանա ընտրություններից հետո ընտրությունների ժամանակ թույլ տված։ Սա ձեր ճշգրիտ դիտարկում է։ Այո, դա իրենք էլ են պատմում։ Որ ինքը գիտի հանրապետական կուսակցությունը այդ անձը իրենց այն չի տալիս, ասում է ոչինչ իրեն է փող տվեք։ Այդ ցուցակները դա է, որտեվ ես արել եմ դա, ես երկու ուժի կեղծ ցուցակներ եմ ուղարկել։ Ու այդ մարդիկ փողը ստացել են, այ փողի մեխանիզմը ոնց առաջ ոնց էր հիմա։ Հիմա որպեսզի չվարվեն, ոստիկանությունը հետևում է, ուշադիր է, հանձնարարություն է ստացել, ցուցակները արդեն լրիվ հավաք է վերջացրել են, հիմա ցուցակ բերողը գնում է 100, 200, թե 300 հարց լուծողներն են դրանք։ Գնում ծույրա ցուցակի համապատասխան քանակի չափով ստանում գումարը, վերում է որ տանի ինքը անձամբ գնա տները բաժանը որ հանգարց չվարվեն։ Դա էլ գրակ մի հատ։ Իսկ այդ ռիսկով լինելու եւ այդ կաշկանդվածությունից հեռու մնալու հարցում ասում եմ որ գյուղերի եւ քաղաքաբնակների միջև խիստ տարբեր է։ Գյուղերում վախենում են, գյուղերում ումից վերցրի նրան են գնում ընտրելու։ Այդպես է։ Սուտ է դա։ Չկա նման։ Հաշվի առնելով որ փոքր համայնքները մեկը մեկին ճանաչում է։ Չափանիշ չի։ Գյուղն էլ նույն քաղաքի Գյումրին ապացուցեց բոլորին Ռաֆ Հովհաննիսյանի ընտրությունների ժամանակ, վերցրեց փողը, ձայն տվեց Ռաֆ Հովհաննիսյանի փողը հանրապետականից վերցրեց։ Հիմա գյուղերում դա գիտեն, բոլորը գիտեն, այդպես է մտածում են։ Ասում են ապահով եղեք, ումից փողն առանք, ես գիտեմ ում կդամ ձայնը։ Նրա համար որ օրենքը նորն է, դրա տեղամասում տեսախցի, վստահելի անձի, դիտորդներ, այդ ընդրական կարգը, այդ կուսակցական եւ ռեյտինգային այս մի տեսակ հանձնաժողովներն չեն կողմնորոշված ինչ նոր մի հատ օստաբենդերի մեխանիզմներ մտածել ու չեն մտածել։ Երբ խոսում ենք նախընտրական քարոզչության մեխանիզմներից ու գործիքներից, դրանք կարող են լինել տարբեր։ Բայց այս վերջին օրերին
այնպիսի մի ընթացք ստացավ այս նախընտրական քարոզչությունը, երբ տեղի ունեցավ այս ընթացքում Արթուր Սարգսյանի հացբերողի մահը եւ Սամվել Բաբայանի ձերբակալությունը։ Սա քաղաքական շարժումների ենթարկելը արդար է։ Այո, շատ։ Օրինակ Արթուրին ես որպես կալանավարեր վարչության պետ աշխատած ազնվորություն, ես իմ կնետականը Եթե սա քաղաքական մտածողություն է, կարելի է այդպիսի բան անել, շահարկել սրանք։ Ոչ թե շահարկել, դա պետական հանցագործություն եմ համարում ես։ Նայեք, անց, որը կառավարությունում նշված ցուցակով, որ հիվանդությունների դեպքում իրավունք չունեն կալանելու։ Արթուրը այդ Բեղտերյան հիվանդությամբ, այո, դուրս իրան ազատեցին կալանքից, այդ հիվանդության պատճառով արտադրության նախարարուհին, նախարարը չէ, նախարարուհին հնչեցրեց, որ այո, այդ հիվանդությունը կա։ Մեկ ամիս 5 օր հետո կանչեցին հարցաքննության։ Ձերբակալեցին։ Եղբայր, դու օրենքը արգելել է իրեն կալանել, իրեն օրենք կիրառը ազատ ես արձակել։ Գիտեք ինչու կալանեցին։ Կալանեցին այն ժամանակ, կալանքի ձերբակալման ժամանակ Արթուրը հայտարարեց, որ եթե դուք ինձ ձերբակալեք, ես հացադուլ եմ հայտարարելու։ Եվ հայտարարեց։ Հայտարարեց, ձերբակալեցին։ Իսկ գիտեք ինչ է նշանակում այդ հիվանդության հացադուլ։ Դա նշանակում է մահ։ Իսկ ուղիղ աշխատանքային օրենսգրքում կա կանոնակարգ, ମୁଁ չգիտեմ, իրանք կարող է հանածել լինեն, բայց իմ աշխատաժամանակ կար։ Նման դեպքում պետությունը բարդատիր կերակրում է։ Զոնդով, համապատասխան սնունդով իրեն կերակրում են, ձեռքերը շղթահում են, եթե նա դիմադրում է։ Որտեվ ինքը քաղաքացին գնում է մահվան։ Այդպես եղել ձեր ժամանակ քրեակատարողական լիքը պատահել է շատ անգամ, որ բարդատիր կերակրել են։ Կերակրողն է Հարությունյան Հայկն ու Նանայան բժիշկը։ Իմ ներկայությամբ եղել է դա։ Հիմա իշխանությունը դա գիտակցում է։ Իշխանությունը ինչու է ցերնտու, որ ինքը մահանա։ Որտեվ Արթուրի ցուսմունքը դադարանում հեշկում է Ժիրարշեֆինանից բանդայի հոտվածն է հանում։ Հայ, միջազգային իրավունքով որ վերցնես նայես, քաղաքացին, որը օգնություն է տարել սնունդ, որոնց իշխանությունը համարում է զինված բանդա, բայց ամբողջ երկրի հասարակությունը ասում է, որ եղբայր, այս հացը տանում են ազգի փրկության համար ըմբոստացած մարդկանց, ոչ թե բանդիտի, դա Արթուրը միակ վգան էր, որը դադարանում ցուսմունք պետք է տարոր, ինքը այնտեղ ինչ է տեսել, ինչի համար իր ճանկը վտանգի, որպեսզի հաց տանի այն մարդուն, որը ըմբոստացել է չար իշխանության դեմ։ Այ Արթուրը դա բացույցն էր։ Շնորհակալ եմ, պարոն Սաղաթելյան, ընտրողին ինչ խոսք ունեք ասելու։ Եվ կարճ փակենք։ Ես ընտրոց միայն խնդրանք ունեմ, ես առաջ օրվանից ասել եմ խնդրում եմ, էլի։ Օգնեք ինձ, որպեսզի քունը հնարավոր չէ գիտեմ, էլի ակա իշխանության արկայության դեպքում արտար ընտրություն անել, բայց ինչ որ չափով կարելի է մեղմել, չէ՞, խնդրում եմ, օգնեք անարտար մարդկանց մի տվեք արտարություն անելու։ Ես այս Շիրակ աշխարհի զավակն եմ, որդին եմ, խնդրում եմ, որ անպայման ինձ թող ձայն տան։ Ընտրեք, այլ ոչ թե քվեարկեք միայն։ Ընտրեք։ Ընթացիպով դուրեցիք, թացիպով Շիրակ աշխարհի ժողովուրդը։ Ես խնդրում եմ, ես չեմ եկել, որ հաղթեմ անձս հաղթած եկել եմ, որ արտար ընտրության միջոցով օգնեմ, որ այս իշխանությունը հեռանա, որ դուք փրկվեք։ Շնորհակալ եմ, պարոն Սաղաթելյան։ Տեսանկյան հյուրներ Ծառուկյան դաշինքի падգամավորի տեխնացու Շիրակի մարզում առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը։